Մարտի 12-ն է, այսօր առավոտյան ժամը 9-ից Հրազդան քաղաքի ժողովրդին հայտնի Ծովինար ջրամբարում շարունակվում է կնոջ մարմնի հայտնաբերումը, որոնք 3 ժամանակավորապես դադարեցվել էին։ Աշխատանքները տեղում ղեկավարում են Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետը, Հրազդան երշիշտ փրկարարական ջոկատի հրամանատարը, Սևանից ժամանած ջրասուզակներն են տեղում, ժամանել են նաև Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատներից մեկի փրկարարները հրամանատար Վիզյանի գլխավորությամբ։ Արդեն մի քանի ժամ է փրկարարների հետ, նաև մեծ թվով քաղաքացիներ, որոնք կնոջ հարազատները, Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ և համայնքային ոստիկանները Հրազդանի բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ շարունակում են որոնական աշխատանքներ, ցավոք դեռևս դրական բան չկա, դեռևս չի հայտնաբերվել։ Ջրասուզակը ասեցին մի քանի անգամ արդեն այսօր նույնպես սուզվել է և որոնական աշխատանքներ է կատարել։ Այս հատվածում են կնոջ գլխարկը հայտնաբերել, այստեղ գլխարկը հայտնաբերվել է, այստեղ 3 ջրասուզակը Վահեն, Սևանի ջրասուզակը, ով երկար տարիների փորձ ունի, ով նաև բազմաթիվ կյանքեր է փրկել, ցավոք նաև ջրահեղձ եղած քաղաքացիների մարմիններ է հայտնաբերել, այստեղ 4-5 անգամ կատարեց այս ամբողջ տարածքում, ցավոք չհայտնաբերվեց, այսօր նույնպես շարունակվում է։ Վիզյան ջան, հիմա ջրասուզակը նաև էնյաներն է, չէ նաև։ Հա, ջրասուզակը կամուրջի տակ արդեն։ Վայն է էլի։ Էլի վայն է։ Հա, 2-3 ջրասուզակ էլի։ Տեղում նաև անընդհատ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետը հենա այս պահին աշխատանքների մասին տեղեկությունները փոխանցում է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Արսեն Մկրտչյանին, Տիգրան Պետրոսյանին, վերջիններն էլ Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանին են աշխատանքների մասին տեղեկությունները փոխանցում։ Երեք էլ եմ եկել։ Ես հիմա զանգեցի, ասաց Սեթրակյանը հարցրեց։ Բան է։ Գարները Որ տեսա։ Ընդեղից եմ գալի, դրա համար։ Ես կրծնեմ նոր մոտենամ։
Պարոն գնդապետ, ձեզ զանգեցի, ոնց որ ասեցի ձեզ հետ ենք խոսում։ Ճիշտ որոշում։ Սիմոնյա, հա? Վարկից։ Կաղաքը շատ տարածել է, չէ՞։ Երևից ընդ մոստի են կողմից։ Գլխակը ստեյցենք, թե դրամարի։ Չէ՞ որ հաստատ մարդը իրականում չկա։ Ահա, մի բան բռնեց, հա, ոնց որ։ Չէ, Բիձյան։ Ամբողջ տարածքը զրնել է, բաղ, այսինքն հիմա բանի տակ են։ Կամրջի տակը, հա։ Հենց հիմա անդեր։ Հեմ Բիձյան։ Վայենք կամրջի տակ են ջրասուզակը բանը։ Էդի հատուկ կեռիկներ է, չէ, Բիձյան։ Հա, նոր է, ջարդել էր, երկրորդը։ Ոնի նավակի համար է։
Ջրասուզակը տակնա չէ Վահեն։ Հեսա։ Վայ ջան։ 3-4-5 անգամ մտավ։ Այս էլ այլ շատ հավանական է, կողմերը շատ կանոնական Բայց դե կամերոնը սարի վրա։ Նայած ինչ բանա, գիշերա թե ցերեկա, գիշերը լավ ցույց չի տածա։ Բայց դե պալիբոմ էլի փորձա։ Հաթոնը թա։ Եզր պարամետրերումներ են Դե հնարավոր։ չի կարող դե հավայ կամերա վերացի։ Դե ասում են սարի վրա։ Դու ենթադրում ես որտեղ է թանը։ Երևա էլի գոնե։ Որ գեցա։ Դե հարազատներն ասում են կարա պոեզ գծով է։ Պոեզի գծով էլի։ Սենց պոեզի գծով գաս դեպի կանգառից։ Տենց ավելի մոտիկա քան ստես բանով, էլի ասֆալտը։ Դե չէ նայ, կամած հոսում չէ։ Մի կարան կարան դեղից գլխարկը, ասես։ Շատ իսկ ուրիշ տեղով կարանք ուղարկել։ Հա վայ ջան։ Հիմի վայից բացի մեկելով էր մի ջրասուզակը։ Խաչատրյան Արթուրը։ Սևանի Հա։ մի քիչ էս կողմ բերեք, ըտերու է սաթի արանքում է, մի հետեք է կախսերը։ Ոտքա դուզ գան ես, չէ՞։ Ես մոս թակիրում ինչ կան ապնախտը սաղատի Մարտի 12-ն է, արդեն 4 ժամից ավելի է Սևանի ջրասուզակները, ջրասուզակ Վայ Մելքոնյանի եւ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ իրար ոնց որ ժողովուրդն ասում փող է փող շարունակում են Հրազդան
քաղաքի վարչական տարածքում հայտնի ծովինար ջրամբարում Երևանից որոնվող կնոջ մարմնի հայտնաբերման աշխատանքները տեսանելիությունը բավականին վատ է, տակը ամբողջությամբ եւ տիղմ է եւ հողի քարեր, մի խոսքով բավականին դժվար է այս պայն արդեն ջրասուզակներից Վահե Մելքոնյանը դուրս է եկել, այսօր 3 անգամ կատարել է որոնողական աշխատանքներ, արդեն սա երկրորդ անգամ կատարում է Արթուր Խաչատրյանը, չէ՞։ Նաև որոնողական աշխատանքներին հատուկ ճոպաններով, որ ժողովրդասման լոդկաներով մասնակցում են որոնվող կնոջ հարազատները, հարևանները, Երևանից ժամանած հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարները Ջոկատի հրամանատար Բիձյանի գլխավորությամբ եւ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն են այստեղ, ինչպես նաև բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկներն ու Հրազդանի համայնքային ոստիկանները։ Աշխատանքները դեռևս շարունակվում է, երևի մինչև ոնց որ 3 մինչև մութն ընկնելը կշարունակվի, որպեսզի հայտնաբերվի կնոջ մարմինը։ Տեղում նշեցի նախորդ տեսանյութում մարզային փրկարարական վարչության պետը Սեթրակյան էր, չէ՞։ Այո։ Սեթրակյանը անընդհատ հեռախոսով տեղեկություններ էր փոխանցում փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Արսեն Մկրտչյանին, Տիգրան Պետրոսյանին, ովքեր նաև on-line հետևում են աշխատանքներին։
խորտեղ դե սաղարա։ Ստե 4 մետր ծաղր դրնի։ 4 մետր խորություն էլի։ Չէ։ Են կողմ ավելի չէ։ Այն պետք է արժանի հետ նոր տորի թե չէ։